Ողջույն, այսօր տաղավարում հյուրընկալել եմ Սամվել Մելիքսեթյանին, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ, որը վերջերս է ժամանել Բաքվից, նոյեմբերի 21-ից 22-ը Բաքվում մասնակցելով քաղաքահասարակության երկու կողմի քաղաքահասարակության ներկայացուցիչների միջև հանդիպմանը։ Ողջունում եմ քեզ Սամվել, բարի վերադարձ եւ շնորհակալություն հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Սամվել, քանի որ հայ-ադրբեջանական այս երկկողմ հանդիպումների շուրջ հետաքրքրությունը մեծ է, ապա այս մեր հարցազրույցում կանդրադառնանք ավելի շատ խոսենք դրա բովանդակության, հեռանկարների մասին, ինչպես նաև կհավաքենք այսպես ասած հանրային ձայները, կարծիքները այդ թեմայի շուրջ, եւ այսպես նախաձեռնությունը, որը կարծեք թե ստացել է խաղաղության կամուրջ անվանումը, կխնդրեի ներկայացնեք, թե ինչքանով է այն արդյունավետ եւ կոնկրետ ինչ խնդիրների լուծմանն է այս նախաձեռնությունը միտված, կարճաժամկետ, միջնաժամկետ է, թե երկարաժամկետ կտրվածք ունի։ Իհարկե, երևի մի քիչ նախաբանով հայ-ադրբեջանական կոնֆլիկտի յուրահատկություններից մեկը, որ բնորոշ չի նույնիսկ այդ խորհրդային այլ էթնիկ կոնֆլիկտներին, վրաց օսետական, վրաց աբխազական, առավել եւս Մերձնեստրի, դա գրեթե տոտալ մեկուսացումներ, որ կար հասարակությունների միջև կոնֆլիկտի ընթացքում, այսինքն մենք ունենք նախ փակ կոմունիկացիաներ, սահմանի փոխարեն շփման գիծ, ինչ որ միջպետական հարաբերությունների դիվանագիտական առավել եւս հարաբերությունների բացակայում եւ կային տասնամյակներով հանդիպումներ արտերկրներում, իհարկե եղել են նաեւ 90-ականներին եւ 2000-ականներին այցեր Բաքու եւ Երևան, պետք է սա նույնպես նշել, որոնք շարունակական բնույթ չեն կրել։ Հիմա այս տարբերությունը ֆինանսավորվել է նաեւ հիմնական միջազգային խաղաղասիրական կազմակերպությունների կողմից։ Այս նախաձեռնության տարբերությունը ուղիղ բնույթն է, այս նախաձեռնության տարբերությունը այն է, որ արդեն իսկ գրանցված է շարունակական բնույթը մոտակա 6 ամիսներում լինելու են նոր այցեր եւ արդեն նույնիսկ կարելի ասել հիմա գրաֆիկի հաստատման փուլում ենք եւ որ գրեթե ամեն ամիս պետք է ինչ-որ մի այց լինի, միջոցառում լինի։ Դուք եք համակարգելու, թե կապ չի ունենալու ձեզ հետ արդեն։ Չէ, կապ է ունենալու, այս խումբը ոնց որ կորիզն է, բայց արդեն իսկ սա ուղղակի առաջին հանդիպումը եղավ Հայաստանում, երկրորդը Բաքվում, սրանից հետո արդեն իհարկե նաև ընդլայնման եւ թեմատիկ առումով կոնկրետացման փուլն է գնում եւ որ ընտրվում են ուղղություններ, որով կարելի է համագործակցել եւ ներգրավել նաև նոր մարդկանց։ Իսկ արդյունավետության տեսանկյունից այսքան ինչ հեռանկարների մասին է խոսքը։ Արդյունավետությունը, նշանակությունը առնվազն մոտակա 6 ամիսների համար արդեն նախատեսվում է կազմել հստակ այդ ծրագրերը, միջոցառումների նաև ցանկը, այցելությունները եւ արդեն ընդլայնված այցելությունները ու նաև հարցերից մեկը օրինակ մեդիայի հետ շփումները հաջորդ արծի ժամանակ ադրբեջանական այդ խմբի նախատեսվում է, որ պետք է լինեն նաև հայաստանյան մեդիաների հետ շփում, ինչ-որ հասարակական կազմակերպությունների հետ շփում, այսինքն որ չմնա այս փակ 5 հոգու ինչ-որ շրջանակներում այս գործընթացը եւ արդեն իսկ դա մոտակա ամիսների խնդիր է, այսինքն հաջորդ ամիսը լինելու միջոցառում դրանից հետո լինելու դրանից հետո եւ մոտակա 6 ամիսը արդեն պլանավորվում է, ինչը նշանակում է, որ սա առաջին նմանատիպ ձևաչափն է, որտեղ արդեն իսկ գրանցվում է այս շարունակական բնույթը։ Իսկ գալով իրական խնդիրներին, այսքան առաջին փուլում առաջին հերթին նպատակ ունեք փոխվստահության այդ միջավայրը բարձրացնել։ Փոխվստահություն, քննարկել ինչ թեմաներ կարելի է, որոնք թեմաներն են առավել ակտուալ, այդ աշխատանքային խմբերի կոնտուրները, որոշել ինչ խմբեր են լինելու, ինչ թեմաներով են զբաղվելու հիմա, նաև ինչ մարդիկ են ներգրավելու այդ խմբից դուրս այդ նոր խմբերում եւ այլն, այսինքն արդեն ինչ որ գործնական աշխատանքի մասին է խոսքը։ Շատ լավ, մամուլի ասուլիսին ձեր գործընկերներից մեկը այս հանդիպումների ֆորմատը track 1.5 անվանեց, այսինքն քաղաքահասարակության ներկայացուցիչների ներգրավվածություն պլյուս նաև ակտիվ պետական աջակցություն կամ գործոն, այս իրողությունը ձեզ քննարկումների արդյունավետության տեսանկյունից ավելի շատ օգնող հանգամանք է, նոր մտքեր գեներացնելու տեսանկյունից ավելի շատ նկատի ունեմ։ Ես կասեի երևի մեր հայաստանյան խմբի պարագայում գուցե այդքան չէ, որովհետև մենք այնուամենայնիվ միշտ այս ավելի ազատ գործունեության ավելի սովորական է
Հայաստանի համար, Ադրբեջանում սա անխուսափելի է, այս ձևաչափը պետք է հասկանալ եւ մյուս կողմից նաեւ ցուցանիշ է, որ կա առաջինը պետության շահագրգռվածությունը այս գործընթացի մեջ եւ ավելի հեշտ է, սա շատ հետաքրքիր էր հատկապես մեզ համար, կարծում եմ նաեւ ադրբեջանցի գործընկերներ, երբ որ հանդիպեցին այստեղ ախակարգահար Արմեն Գրիգորյանի հետ, որտեղ սա նույնպես անմիջական միջոց է հասկանալ եւ որոշակի պատասխաններ ստանալ այն հարցերին, որոնք ուզում են, այն խնդիրներին, որոնց մասին դու կարող ես ինչ-որ ակնկալիքներ, պատկերացումներ ունենալ, բայց վստահ չլիներ, որ համապատասխանում է արդյոք այդ ընկալումը հակառակ կողմի պաշտոնական քաղաքականությանը, մոտեցումներին եւ այլն, եւ սա ես կասեի, այս ձևաչափը իսկապես կարեւոր է այդ առումով շատ, որ նաեւ դու հասկանում ես քաղաքական հիմնական հայ-ադրբեջանական կարգավորման, հիմնական ուղղությունների, հիմնական պրոբլեմատիկ նաեւ թեմաների շուրջ ինչ պատկերացում ունի հակառակ կողմը։ Կան երկու կողմի մոտ հրատապեցքն հարցեր։ Այո, իհարկե, ասենք հիմա կար այդ հայտարարությունները նոյեմբերի սկզբին, երբ Սևանի հետ կապած եւ հիշում ենք Ազերթաչ լրատվականը Երևանը ռուսալեզու իր հրատարակության մեջ Երևան էր գրել եւ այլն, եւ օրինակ անմիջապես այս թեմաները օրինակ բարձրացվում են եւ խմբերի քննարկումների ժամանակ եւ պաշտոնական հանդիպումների ժամանակ եւ գերիների հարցն է, որ առաջնային հարցն է եւ շարունակում է մնալ այդպեսին, այսինքն կան ընդհանուր կոմունիկացիաներ, դելիմիտացիա, դեմարկացիա, մեդիաների ինչ-որ համագործակցություն, փոխհստացության մթնոլորտի ստեղծում եւ fact-checking օրինակ ինչը նույնպես հետաքրքիր կարեւոր ուղղություն է եւ դեզինֆորմացիաների չտարածումը։ Այո, եւ կան այն հարցերը, որոնք կամ առաջանում են այս ընթացքում, հա, եւ առիթ են դառնում ինֆորմացիոն եւ այդ երկու տարբերակ։ Դուք նշեցիք Երևանյան հանդիպումը, եթե կհիշեք, այստեղ հասարակությունում շատ մեծ աղմուկ հանեց ադրբեջանցի մասնակիցներից Դիլիարա Էֆենդիևայի մասնակցությունը, որին մեղադրեցին Լաչինի միջանցքը փակելու մեջ եւ այլն փորձերի մեջ, այսինքն ինքն էր մասնակցում դրանում եւ այն մեծ աղմուկ հանեց եւ որքան նկատեցի Բաքվի հանդիպանը նա չկար, այսինքն բացակայում էր։ Այն դրա չլինելը պայմանավորված էր այս աղմուկով ըստ ձեզ։ Ես ճիշտ ասած դժվար չեմ կարող մեկնաբանել այդ փաստը, որն էր իրական պատճառը բացակայության, ու կարծում եմ մեր կողմից սա սկզբունքային է, որ հայկական կողմը որոշում է իր անդամների ցանկը, ադրբեջանական կողմը իր, մենք կարող ենք միայն փոխանցել այն տրամադրությունները եւ անհանգստացությունը եւ նեգատիվ նաեւ ազդեցությունը գործընթացի վրա, որ ունենում են այս կամ այն մարդկանց մասնակցությունը, բայց պետք է նշել, որ սա իրենց ներքին գործն է, հա, եւ հավելյալ փորձերը, այս կարճ փորձը ցույց է տալի, որ մի քանի այլ թեմաներ էլ կան, որ փորձում ենք ավելի կենտրոնացած մոտեցում ցույց տալ, բայց դա հիմնական կոնտրպրոդուկտիվ է լինում, այսինքն բուն գործընթացը եւ ժամանակը, նաեւ իրենք ակտիվ հետևելով մեր մեդիաներին, մեր արձագանքներին, իրենց համար որոշակի իհարկե հետևողություններ անում են, բայց ես չեմ կարող ձեզ ասել այս հարցը վերջնականորեն լուծված է թե ոչ։ Սամվել հիշատակեցի գերիների հարցը, որը շատերից հուզում է, եւ մինչեւ ձեր այցը հիշում եմ, որ մամուլում գրված էր, որ դուք նաեւ ձեր նախաձեռնող խումբը ցանկություն էր հայտնել տեսակցելու հայ գերիներին, կուզեի հարցնել իսկապես նման ցանկություն կամ օրակարգում կար նման հարցը թե չէ, եւ նաեւ մամուլի ասուլիսի ժամանակ ձեր մի շարք գործընկերներ հիշատակեցին գերիների հարցը, կուզեի հարցնել այս թեմայի շուրջ ինչ արձագանքներ են ստացվել եւ կարող ենք ինչ որ դրական տեղաշարժերի սպասել, մանավանդ որ դուք հանդիպել եք Հիկմետ Հաջիևի հետ, հա, կարելի ասել ամենաբարձր մակարդակով։ Երևանյան հանդիպման ժամանակ այս հարցը դիտարկվել է որպես թիվ 1 հարցը եւ հենց այդ ընթացքում է արտահայտվել ցանկությունը հանդիպել հայ գերիների հետ, հետագայում նաեւ շփումների տարբեր այդ թվում օֆլայն շփումների ընթացքում մենք նշել ենք, որ սա կարևորագույն հարցն է, որ ամենաշատն է հուզում հայաստանյան հասարակությանը։ Այցի ժամանակ մենք նույնպես դա նշել ենք եւ Հիկմետ Հաջիևի հանդիպման ժամանակ այդ հարցը որպես առաջին թիվ 1 հարցն է նշվել
եւ մեզ այն արձագանքը, որ մենք ստացել ենք, որ կա պաշտոնական գործընթաց եւ ես չեմ կարող հիմա մանրամասները բացել, բայց դուք դե Հաջիևը չէր կա։ Այո, եւ հետեւաբար ինքը հուսադրող է, ես կասեմ, ակնկալելի ապագայի մասին է խոսքը, որ որոշակի մասնակի բայց լուծումների մասին է խնդրի։ Դրական ակնկալիքների ինչ որ հույսեր կան։ Այո, դրական ակնկալիքների կան, բայց այստեղ պետք է նաև կրկնել այն, ինչ նաև նախորդ հանդիպումից հետո ենք հնչեցրել, ադրբեջանական կողմը հստակ տարբերակում ունի այդ 8+1 անձանց նկատմամբ, Ռուբեն Վարդանյան, Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական առաջնորդները, վերնախավը եւ մնացած անձանց դեպքում իրենց մոտեցումը այն է, որ դա ընդհանրապես ժամանակի հարց է եւ իրենք դրական զարգացումների հազուգահեռ հայ-ադրբեջանական վերադառնալու են Հայաստան 8+1 անձի դեպքում անիմաստ է հիմա ինչ որ բան քննարկել։ Առանձին են լիովին դիտարկում։ Առանձին են ու դա հիմա անիրատեսական է ակնկալել վերադարձ ակտուալ ապագայում եւ նաեւ հետաքրքրող ապագայում, այսինքն որ ինչ որ իմաստ ունեն այդ քննարկում։ Սամվել, խոսք գնաց Հիկմետ Հաջիևի այդ հանդիպման մասին, որ առանցքային դերակատարություն ունի իրենց արտաքին քաղաքականության մշակման հետ կապված, լսեցինք նաև փոխանցած ուղերձի մասին, առայն որ Բաքուն կենտրոնացած է, այսինքն երկարատև խաղաղություն հաստատել Երևանի եւ այդ փուլով գնալ, կուզեի հարցնել, այս համատեքստում քննարկում եղել է խաղաղության պայմանագրի կնքման ժամկետների մասին եւ արդյոք խոսվել է ադրբեջանական, այսպես կոչված նախապայմանների մասին, այսինքն ինչպես են տեսնում այդ գործընթացը։ Նախապայմանների մասին չի խոսվել, խաղաղության պայմանագրի, չէ, այդ թեմաներից չի խոսվել, ընդհանուր խոսվել է ինչ ենք հասկանում տարբեր դետալները, նաեւ անհանգստացնող հարցերը, ասենք դելիմիտացիայի հետ կապված, կոմունիկացիաների հետ կապված, անկլավների հարցներ, որ մեզ անհանգստացնում էր այս վերջին ակտիվացումը, մեզ վստահեցրեցին, որ նման հարց հիմա ակտուալ չկա, դա բարդ հարցերը մնում են ավելի հետագա գործընթացի։ Այդ թվում անկլավների հարցը։ Այդ թվում անկլավների հարցը, հա, նշվեցին մոտեցումները, որ ունի մոտավորապես, հա, որ կան, բայց պետք է նշել, որ դրանք այս փուլում ակտուալ չեն եւ այն մեկնաբանությունները, որ կային մեզ մոտ, որ ինչ որ նոր պահանջ կա անկլավների հետ կապված, վստահեցրեցին, որ այդպես չի, նման բան չկա։ Մոտեցումների հանդեպ այդ տարբերությունը մեծ է կամ ինչպես է։ Ես կասեի մոտեցումների հարցում ընդունելի են այն տարբերակները, որ առաջարկել են, իհարկե կան տարբերակներ, որ իմ պատկերացմամբ ավելի լավն են, կան տարբերակներ, որ ընդունելի լինելով, որովհետև նայեք հիմքը նրանում է, որ կա հստակ Արցվաշենը եւ կան իրենց անկլավները եւ մեկը առանց մյուսի անհնար է պատկերացնել, այսինքն հստակ կա, որ Արցվաշենը Հայաստանի Հանրապետության տարածքն է եւ իհարկե այս դաշտում լրիվ այդ ընկալումները լրիվ տեղավորում են կանոնակարգի սկզբունքների մեջ ու այստեղ կարծում եմ նաեւ հետագա բանակցությունների ու նաեւ դրական ինչ որ ֆոնից են կախված այս կամ այն լուծումները, որովհետեւ բոլորը միջազգային իրավունքի տեսակետից եւ միջպետական հարաբերությունների կանոնակարգի սկզբունքների տեսակետից ընդունելի են, բայց կան նույն, եթե մենք վերադառնում ենք անկլավներով սահմանին, դրանք խնդիրներ են ստեղծում, հա, բարդացնում են կոնֆլիկտացիաները, մենք գիտենք կոմունիկացիաների հետ կապված մտավախությունները եւ այլն ու հետեւաբար իհարկե կան լավ լուծումներ եւ կան ընդունելի, բայց ոչ այդքան լավ լուծումներ։ Շատ է։ Այսինքն ոնց հասկացա, դեռևս հստակ պատկերացում էլ չկա, թե այդ հարցերը ինչպես են լուծվում։ Այո, մի քանի տարբեր լուծում կա, ու քանի որ դրանք ամենաբարձր հարցերն են, դրանք վերջնական փուլերի հարցեր են։ Բայց իրենք օրինակ անկլավների հարցում ճկուն են, այսինքն դրամադրվածությունը, թե Գիտեք, այդքան մենք չենք խորացել այս թեմայի մեջ, բայց այն նկարագրված սկզբունքները ցույց են տալիս, որ դա վերջնական լուծումներ չեն, դա ընդհանուր պատկերացումներ են եւ որ ընդհանուր առմամբ խնդիր կա գտնել մի լուծումներ, որոնք իսկապես ավելի կհեշտացնեն, հա, անկլավների հետ կապված տարբեր խնդիրները, ուղղակի որոշ խնդիրներ հեշտացնելով նրանք կարող են բարդացնել նաեւ այլ խնդիրներ, այստեղ ամբողջ հարցը, բայց իմ տպավորությունը այն է, որ կա ինչ որ ընկալելի մոտեցում այս խնդրին։
Սամվել կուզեի ձեզ արդեն որպես քաղաքագետի հարցնել, այսինքն կա նաև այս ձևաչափը Բաքուն վստահեցնում է, որ խաղաղությունը իր համար առաջնային է եւ այլն, բայց միաժամանակ մենք ադրբեջանական կողմից նաև այլ հերթորաբանություն ենք տեսնում, ձեր նշած նույն Սևանի պատմությունը, նույն արևմտյան Ադրբեջան այսպես կոչված եզրույթի առաջ տանելը, այս գործընթացները, այս հերթորաբանությունը որքանով է նպաստում այսինքն խաղաղության, այսինքն որքանով այսինքն չի կարող ընդհանրապես ստվերել խաղաղության գործընթացը, որքանով է համադրելի, հա, համատեղելի, ինչպես է երևում ձեր տեսանկյունից։ Այս շփումների արդյունքում սա ոչ միայն այս հանդիպումի, այլ նաև դրան նախորդող շփումների արդյունքում ինձ համար ակնհայտ է ու նաև եւ Հիկմետ Հաջիևի հետ այդ շփումը վերջակետ դրեց այդ հարցում, որ Արևմտյան Ադրբեջանի այդ խոսույթը ինքը Լեռնային Ղարաբաղի այդ խոսույթի հայելային տարբերակն է, որտեղ իրենք տարբեր առիթներով ու տարբեր ես կասեի sense ալիքավոր ինչ-որ դրսևորումներով ինքը անհետանալու է, հայտնվելու է, մինչև որ չկա վերջնական հարաբերությունների կարգավորում, ֆորմալ կարգավորում եւ կոնֆլիկտի ֆորմալ ավարտ, հա, ու նաև գուցե ապագայում եթե այստեղ ինչ-որ զարգացումներ լինեն, այդ թեման առաջանա, ընդհանրապես այս հայելային մոտեցումը դա պետք է նշել, որ Ադրբեջանի քաղաքականության կարևոր սկզբունքներից մեկն է եղել եւ 90-ականներին, եթե նարատիվներից ենք խոսում եւ 2021 թվականից, երբ որ արդեն հիշում եք Լաչինի միջանցք, Զանգեզուրի միջանցք, հա, այդ տարածքային արդեն ինչ-որ խնդիրներ Հայաստանում, ադրբեջանցիների իրավունքների խնդիր Հայաստանում, այդ փաթեթավորումը ինքը այսպես ասած մարտավարություն է հստակ։ Ուղղակի կնեք հայելային իրավիճակը, որ մենք խոսում ենք, այսինքն Լեռնային Ղարաբաղի խնդիրը չի կարող հայելային նույն տեսքը ունենալ, ինչ որ ադրբեջանցիների վերադարձը Հայաստան։ Եվ եթե այսինքն դա առանձին խնդիր է, որտեղ դրա հայելայինը իրենց ասացի, դա նաև հայերի վերադարձն է Ադրբեջան, եւ երկրորդ, եթե մենք խոսում ենք այդ հայելայինի մասին, ապա ստացվում է, որ չգիտեմ, իրենք կարող են ուղղակի դա ձևակերպել ադրբեջանցիների վերադարձ Հայաստան, չուղեկցել այսպես կոչված արևմտյան Ադրբեջան եզրույթով։ Նայեք, այստեղ քանի որ սա խնդիրներ է հարցում, խնդրահարույց է տրամաբանության առումով դուք լրիվ ճիշտ եք, բայց քաղաքականության առումով իրենց ընկալումը այն է, որ իրենք ունեն այդ հնարավորությունը ստեղծել այդպիսի նարատիվ եւ բե իրենք իսկապես վստահ չեն, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ինչ որ փուլում չի վերակենդանանալու ու նաև գիտեք իրենք շատ ակտիվ հետևելով մեր ԶԼՄ-ներին, տարօրինակորեն շատ լավ տեղեկացված լինելով բոլոր գրեթե ինչ-որ նույնիսկ աննշան հարցազրույցներից, փորձագիտական կարծիքներից, խոսույթներից, ասում են դե դուք էլ ասենք ինչու եք մինչև հիմա Արցախ օգտագործում կամ նմանատիպ բաներ ձեր ներքին խոսույթում, բայց ընկալումը այն է, սա ոչ թե ընկալում է, սա ես կասեի հստակ սկզբունք է, որ այս գործիքը իրենք իմ պատկերացմամբ պահելու են իրենց ձեռքում, որ խաղաղության այնուամենայնիվ դա չի նշանակում, որ իրենք չունեն խաղաղության պլան եւ չեն գնում այս ուղղությամբ, հա, բայց պլան 2-ը եւ նաեւ նարատիվային ինչ որ հարձակումներ իմ տպավորությունը այն է, որ շարունակվելու են, բայց կա նաեւ այս առաջին մասը, որի մասին ես նշեցի, ու ես կարծում եմ, որ իսկապես եթե հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացը շարունակական լինի, սա հենց առաջին պլանն է իսկապես եւ հիմա դուրս է եկել առաջին որպես ամենակարևոր, այսպես ասած, թրեկը, որով մենք գնում ենք։ Բաքվում լինելու ժամանակ դուք նաեւ մշակութային կամ առհասարակ զբոսնեցիք, ինչպես նաեւ կադրից երևաց եւ նաեւ այցելեցիք հայկական ժառանգության տեղեր, մասնավորապես Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, խնդրեմ մի փոքր մանրամասնեք, թե ինչ իրավիճակ էր տեղում, ինչին ծանոթացաք։ Հա, Գրիգոր Լուսավորիչը ընդհանրապես այդ պարապետը հրապարակը հայտնի, այնտեղ Բաքվի հայոց մարդասիրական նաեւ ընկերության կենտրոնն է եղել, հա, որ Կովկասում ամենահին մարդասիրական կազմակերպությունն է ընդհանրապես եւ ամենախոշոր գրադարանն է ունեցել ժամանակին եւ անմիջապես կողքին գտնում է, որը հիմա նախագահական գրադարանն է Ադրբեջանի եւ կողքին գտնում է հայոց այդ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, որը միակ պահպանված եկեղեցին է Բաքվի երևի 4-5 եկեղեցիներից, հիմա ինքը նույնպես գրքերի պահեստ է, գտնում է լավ վիճակում, խնամված վիճակում
այնտեղ աշխատողը նաև ես դրա մասին արդեն ասել եմ, նաև ասուլիսի ժամանակ, որ Հայաստանից ադրբեջանուհի էր Երևանից, որ բավականին մեծ ես իմ տպավորությունն այն էր, որ նոստալգիայով նաև ուզում էր իմանալ ինչ կա հիմա քաղաքի այն մասում, որտեղ ինքը ծնվել մեծացել է եւ այդ դրվագը ինձ վրա որոշակի էմոցիոնալ ազդեցություն թողեց, որովհետեւ ես դրանից հետո սկսեցի մտածել լավ հարյուրամյակներով հայերը ապրել են այս քաղաքում, կան ժառանգություն եւ ադրբեջանցիներ եղել են մեր մոտ, իսկ այս մարդը ինչ թշնամանք, ինչ վտանգ է ներկայացրել մեզ համար, որ հիմա գտնվում է Բաքվում, եւ երկրորդը ինչպես է դարձել, որ մենք մի կոնֆլիկտում ենք հայտնվել, որտեղ 30 տարի ինքը ունակ չի եղել այցելի այն վայրը, որտեղ ծնվել է, մեծացել է, որովհետեւ սա իրոք արտառոց է հետխորհրդային բոլոր կոնֆլիկտների համեմատ, հա։ Ես շատ լավ օրինակ մեծանալով նաև ապրելով Հյուսիսային Օսեթիայում, օրինակ օսերը այցելում են Վրաստան, հանգստանում են Հարավային Օսեթիայի, հա, բնակիչները Վրաստանում, սահմանը հատելի է նույնիսկ 2008 թվականից հետո այս պատմությունների համատեքստում, ու իհարկե նույն աբխազական, թեև որոշակի էլի տարբերություններով, բայց ոնց ենք մենք հասել այսպիսի կոնֆլիկտի, սա այն հարցերից մեկն էր, որ այդ քաղաքով շրջելիս ես միշտ հիշում եմ, առավել եւս ես մի քանի բաքվեցի ծանոթներ, ընկերներ ունեմ, հա, որոնց պատմություններն են նաեւ ինձ հայտնի, ու սա արդեն փիլիսոփայական, հա, ինչ որ տենց ժանրից երևի, բայց իսկապես նաեւ ինչն է ինձ տպավորել, դա այն նմանությունները, որ կա մեր հասարակությունների միջև հագնվելուց, խոսալուց, կենցաղի դեպի երաժշտություն, խոհանոց, իրականում կան տարբերություններ նաև որոշակի, բայց երբ որ դու հայտնվում ես մի երկրում, որտեղ գիտես ինչ երկրում ես, մի պահ մոռանում ես դրա մասին, նայում ես մարդկանց, մտածում ես, որ ոնց որ շատ ծանոթ, շատ ամեն ինչ շատ ծանոթ է, մի պահ մտածում ես նույնիսկ Հայաստանում ես, հետո նայում ես վերև Ադրբեջանի մեծ դրոշն է դրած, հասկանում ես, որ հա, այս կոնֆլիկտը նաև այս դրսևորումներն ունի։ Բայց դա նաև տարածաշրջանային երևույթ չէ ինչ որտեղ։ Ես կասեի չէ, Վրաստանում օրինակ երիտասարդությունը այլ կերպ է հագնվում, այլ արտաքին ունի, նաև նույնիսկ այդ ստանդարտ ինչ որ պահերը, պահվածքների տարբերվում են։ Այս պարագայում ավելի մոտիկ են, կան նաև իհարկե տարբերություններ, ինչպես նշեցի, բայց ես նույնիսկ զարմացա Շիրվան շահերի այդ պալատում կան որոշ զարդանախշեր, որ նաև զուգահեռ ունեն քրիստոնեական հայկական արվեստում, ասենք այնտեղ թռչունների բարձրաքանդակներ կան եւ այլն, բացի այն ստանդարտ իսլամական, հա, երկրաչափական ուզորներից, հա, զարդանախշերից, ու դա նույնպես հետաքրքիր է, որ փաստորեն դեռ այդ նույնիսկ մահմեդական այդ արվեստում բական հեռու Հայաստանից ինչ որ զուգահեռներ կան, որ հստակ չեն կարող մահմեդական միջավայրից լինել։ Իդեպ ձեր հայտարարությունը եւ նաեւ ձեր գործընկերների Բաքվում քաղաքի տպավորություններից եւ այլն նաեւ որոշակի քննադատությունների տեղիք տվեց, նշելով որ շատ օպտիմիստիկ էր եւ շատ բան ոնց եք վերաբերվում նման քննադատություններին, ինչ մթնոլորտ էր տեղում։ Գիտեք, առաջինը մի խնդիր կա, որ բոլորս հասկանում ենք, որ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը բավականին աղքատ պետություններ են, ու նաեւ այն իսկապես տպավորիչ պատկերը, որ ունի Բաքուն, եւ ուրբանիստիկայի առումով, կանաչ փչապատման առումով, ես կասեի օրինակելի ճարտարապետության առումով, այդ թվում նոր ճարտարապետության, որը շատ համահունչ է հին ճարտարապետությանը, սա իսկապես տպավորիչ է, սա չես կարող ուղղակի գնալ եւ չհասկանալ, որ սա ինչ որ արտառոց երևույթ է դրական իմաստով եւ շատ քիչ քաղաքներում կարելի է նման բան հանդիպել, այդ թվում նաեւ եվրոպական մակրությունը նաեւ քաղաքի եւ այլն եւ այլն, ու սա նաեւ աշխատանք է վերջին տասնամյակների աշխատանք, ինչ պետք է գծել։ Բայց իհարկե բոլոր այդ ստվերային երևույթներն էլ են հասկանալի, որ Ադրբեջանը գուցե ավելի բևեռացված երկիր է, որ ես էլ մեկ-մեկ ադրբեջանական գյուղերից, այդ խոշոր գյուղերից երբ որ ռեպորտաժներ եմ նայում, շատ խոշոր գյուղեր կան, որ գազ չունեն, Հայաստանում այս պահին օրինակ դա անհնար է, հա, որ տենց մի 5-6 հազար բնակիչ ունեցող գյուղերը գազաֆիկացված չլինեն։ Երկրում, որը արտահանում է գազը նաև Եվրոպա եւ այլն։ Բայց այս ամենը հասկանալով, այլ խնդիրները հասկանալով իմ տպավորությունները իսկապես այդ քաղաքի պատմական շերտերից,
միջավայրից, արտաքին տեսքից դրական էին եւ իհարկե իրենք ունեն նաեւ հակառակ կողմը վստահ եմ, բայց ես առաջինը ոչ հնարավորություն, ոչ ժամանակ եմ ունել առաջվելու դրա հետ, երկրորդը ես այնուամենայնիվ հասկանա, որ ցանկացած քաղաք ունի այդ վիտրինային մասը եւ այլ դրսևորումներ, Բաքվի վիտրինային մասը շատ մեծ է եւ շատ տպավորիչ է։ Չէ, նկատեմ ձեր նաև մեկնաբանությունները քննադատության տեղիք տվեցին, որ ինչ որ հիացական թվաց թե եւ այլն։ Դե ես կառաջարկեմ գնալ Դա Բաքու։ բնական է։ Գնալ Բաքու, ես ասացի մի քիչ կիսահումորային, բայց իրականում նաև լուրջ, որ մեր նաև ընդհանրապես ինչքան շատ հայաստանցիները ծանոթանան նաև Ադրբեջանի հետ, այդ թվում քաղաքական գործիչները հայտնվելով նաև Բաքվում, տեսնեն ընդհանուր այդ ծավալները երկրի նաև եւ իմ կարծիքով նաև քաղաքական որոշումների հարցում իրենք այլ մոտեցումներ կդրսևորեն, որովհետեւ այս 30 տարվա մեկուսացումը մեր մոտ շատ մակերեսային, շատ թեթևամիտ եւ ես կասեի տպավորություն է ստեղծել։ Մենք հաճախակի նաև նույնականացնում ենք այս մեր ինֆորմացիոն դաշտում ստեղծված կոնստրուկտների հետ Ադրբեջանը։ Ադրբեջանը ավտորիտար երկիր է, Ադրբեջանը արմենոֆոբիա կա, որ դպրոցներից է ինքը դասավանդում եւ այլն ինչ որ խնդիրներ են նշվում, հա, սոցիալական խնդիրներ, քաղաքական խնդիրներ, դրանք բոլորը ակնհայտորեն կան, բայց դրանք 10 միլիոնանոց հասարակության մի քանի շերտերից են, բայց կա նաև մարմինը, որը մենք չենք տեսնում, որ հետաքրքրված չենք տարբեր դետալները, երբ իրենք էլ մեզ են նույն ձևով անցալում, հա։ Սրանից երկու կողմից ակնհայտ թյուր պատկերացումներ կա մեկում։ Մակերեսային են շատ պատկերացումները ու իհարկե, որովհետև իրենք տեքստային են, հա։ Շատ լավ, Սամվել, կուզեի այս աշխարհական մի հատ թեմայի անդրադառնալ, հետևել խոսքը TRIP-ի մասին է։ Ուզում եի հասկանալ, թե մոտեցումներից խոսեցինք նաև Հիկմետ Հաջիևի հանդիպումների, թե այնպես ադրբեջանական կողմը ինչպես է պատկերացնում TRIP-ը եւ պատկերացումների առումով արդյոք այստեղ ընդհանուր եզրեր նույնականություն կա թե չէ։ TRIP-ը իրենց համար կարևորագույն տրանսպորտային կոմունիկացիան է, ընդհանրապես Նախիջևանի հետ կապը իրենց գերխնդիրն է։ TRIP-ը քանի որ վերաբերում է հայաստանյան այդ հատվածին, իրենք իհարկե շահագրգռված են, որ արագ շահագործվի, իրենց մոտ այնպիսի տպավորություն կա, որ հայկական կողմը տարբեր ինչ որ պատճառներով ձգձգում է, հետաձգում է այդ գործընթացը ու սա կայուն տպավորություն է, որ վերջին ամիսներին է իմ մոտ ձևավորվել եւ նաեւ քննարկումների ընթացքում ես հաստատվեցի իմ այդ տպավորությունը հաստատվեց իրենք նաև միշտ նաև նախատեսում են պլան 2 օրինակ Իրանի տարածքով այդ մայրուղին է Արաքսի միջազգային Արաքսիա որ մյուս տարի արդեն գործող է լինելու այսինքն շահագործման է հանձնելու եւ իրենք նաև ընդհանուր առմամբ դեմ չեն Հայաստանի հետ այլ կոմունիկացիաներ զարգացնել եւ այլ գծերով ինչ որ հաղորդակցություններ եւ այլն, բայց դա հնարավոր է միայն TRIP-ում ինչ որ արդեն գործնական քայլերի անցնելուց հետո նկատի ունեք հյուսիսում եւ հյուսիսում եւ ընդհանրապես ցանկացած հարցեր, որ մեզ հետաքրքիր են, օրինակ մեզ հետաքրքիր է նաեւ որ իրենց բեռները հետագայում Կարս դիլուջու չգնան, այլ գան Կարս Գյումրիով, հա, Նախիջևանից հետո մտնեն Հայաստանի եւ գնան, այո, Գյումրի, բայց իրենք ասում են, մեր հիմա հիմնական ուղղությունը TRIP-ն է, մենք ունենք մի այդ շինարարական տեխնիկայի ռելսաուկլաչիկը, որ սարքում է այդ ճանապարհը, եւ մեր բոլոր ուժերը ուղղված են այդ ուղղությամբ, եթե դուք ինչ-որ տեղից այլ լուծումներ կգտնեք, սա արդեն իմ գրեթե բականին մի քանի պրիմիտիվ քայլերով տրամաբանական արած եզրակացությունն է, մենք դրան դեմ չենք, բայց մեր առաջնային խնդիրը սա է եւ հետաքրքրությունը սա է։ Ինքը ենթադրում է բացի երկաթուղուց նաեւ էլեկտրագծեր, մալուխներ, գազատար, գուցե նաեւ նավթատար, իրենք ուզեին նաեւ որ լինի ավտոմոբիլային խճուղի, բայց դա եւի արդեն Իրանի տարածքով ավտոմոբիլային խճուղի չէ, կուզեին նաև որ մեր տարածքով դա լինի, բայց քանի որ չկա Իրանի տարածքով իրենք այդ ծրագիրը ունեն եւ մտադրված են իսկապես օգտագործել այդ ճանապարհը ու սա է այդ տրանսպորտային իմ տպավորությունները, որ Ադրբեջանը միշտ փորձում է ունենալ ինչ որ այլընտրանքային ուղիներ, Ադրբեջանը շատ ակտիվ է եւ իր շահերը
իր շահերը սպասարկող ծրագրերին է առավելություն տալիս, բայց սա նաև երևի առողջ մրցակցային տարգ է սրա մեջ, որովհետև մենք այն հայեցակարգը, որ ունի Ադրբեջանը, չունենք, հա, մեր տրանսպորտային ոճն է, որովհետև խաղաղության խաչմերուկը իսկապես շատ լավ սկզբունք է, օրինակ, բայց ինքը այ առաջնային մի քանի կոմունիկացիաներ չնշելով, այլ նշելով, որ բոլոր ուղղություններով ինչ որ տարբեր շարժեր հնարավոր, ինքը լղոզում է նաև այս առաջնահերթությունների գաղափարը իմ պատկերացմամբ, որովհետև իմ պատկերացմամբ մենք ունենք մի երկու երևի առաջնային կոմունիկացիա, որոնց վրա պետք է շատ ակտիվ աշխատենք, եթե ուզում ենք, որ մեր շահերը պաշտպանված լինեն։ Իսկ թրիփի հարցում դուք նշեցիք, որ ձգձգվում է, մենք միտումնավորենք, այսպես ասած, ձգձգվում թե ձգձգվում է ֆինանսների պակասի պատճառով։ Այստեղ կան պրոցեդուրային զուտ նաև իրավական, որովհետև ամերիկյան կողմի հետ պետք է որոշվեն լիքը պարամետրեր, հա, թրիփի, ասենք, կազմակերպությունը, շինարարության հետ կապված հարցեր, իրավական դետալներ, հա, որովհետև բարձ է սկզբունքները նշված են, այդ որ Հայաստանի Հանրապետության տարածք է, այդ նաև ժամկետի հետ կապված։ Ասեն դեռ մենք մեր մեջ պետք է բարձեք դա ամերիկյան կողմը։ Մենք ամերիկացիներին, ընդհանրապես ադրբեջանցիները, դեռ ադրբեջանական կողմի փորձագետները, երբ որ այս թեման նաև ասում ենք, օրինակ փոխադարձ սկզբունքը ինչ է նշանակում, կամ այդ անխոչնդոտ անձը, իրենք ասում են, դուք թրիփի պարամետրերը որոշում եք ամերիկացիների հետ, եւ սա ձեր երկկողմանի հարցն է։ Ուղղակի մենք հետո տեղեկանում ենք դրա մասին, մենք չենք խառնում այդ հարցին, բայց դրանից որոշված է լինելու ընդհանուր կոմունիկացիաների աշխատելու սկզբունքները, մյուս բոլոր կոմունիկացիաների, այսինքն իրենց համար սա առանցքային ճանապարհն է, թեման է, որի շուրջ կառուցվում է նաև ընդհանրապես այդ կոմունիկացիաների ապաշրջափակման գաղափարը, բայց նաև մի կարևոր դետալ կա, օրինակ այս թռիչքով Բաքու ճանապարհորդելը պարզ է, որ շատ բավականին ծախսատար է նաև, ու մի քիչ էլ անիմաստ է, թե 5 հոգի են ճանապարհորդում Երևանից Բաքու, Բաքվից Երևան, առաջարկվել է նաև ցամաքային ինչ-որ անցի հնարավորություն, հատկապես կամ սահմանազատված հատվածում, հա, որտեղ նույնպես կան կոմունիկացիաներ կամ Իջևան-Ղազախ հատվածում, որտեղ լինում են նաև Մեհեր Գրիգորյան, Շահին Մուստաֆաև հանդիպումները, կամ արդեն հարավում, եթե սահմանազատվի, կամ արդեն հարավում, հա, բայց հյուսիսով հասնելը մի քիչ ավելի կարճ ու հեշտ է, իհարկե, ու կարծում եմ սա նույնպես այն մոտ ապագայի գուցե որոշումներից լինի։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես նույնպես շնորհակալ եմ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ, որ զրուցում էի անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեյցյանի հետ։ Շնորհակալություն, կհանդիպենք։